Լավ է, ոնց որ թե ժամանակին հասանք։ Հուսամ ճիշտ բժշկի մոտ ենք եկել։ Ուրեմն մեկ ընդմիշտ ամբողջ կյանքի համար հիշի, որ նման հարցերում ես երբեք չեմ սխալվում։ Ու գիտես ինչի։ Որովհետև դու անսխալական ես։ Ոչ, որովհետև ես չճշտված եւ չհիմնավորված ինֆորմացիա ուրիշին փոխանցելը համարում եմ պատվիցս ցածր։ Ու ընդհանրապես սպայի համար դա մի տեսակ պատվաբեր բան չի։ Լսում եմ, պարոն մայոր։ Այդ դեպքում ուղղությունը դեպի բժշկի սենյակ։ Քայլով մարշ։ Մտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է։ Համեցեք, նստեք։ Բարև ձեզ։ Պիտի որ Ասլանյանը ձեզ զանգահարած լիներ։ Այո, տեղյակ եմ։ Ասլանյանն ինձ ասել ամենը։ Մայոր Շահնազարյանը դուք եք։ Ճիշտ այդպես։ Մենք Միրաքյան Մարիայի հարցով ենք եկել։ Գիտեմ, Ասլանյանն ինձ ասել է։ Հիվանդի նորահայտ հարազատները դուք եք։ Չէ, ուղղակի հիվանդի որդու ուսուցիչները։ Ուսուցիչները։ Առաջին անգամ եմ տեսնում, որ երեխայի ծնողի առողջությամբ ուսուցիչները հետաքրքրվեն։ Բայց դա չի խանգարում, որ հարազատի կարեկցությամբ վերաբերվենք Մարիայի առողջական վիճակին։ Իսկ հիվանդի վիճակը իրապես ծանր է։ Իսկ բուժում կա, հնարավորություն կա։ Կա, բայց շատ ժամանակ եւ ֆինանս է պահանջում։ Իսկ ինչքանով որ ես եմ տեղյակ, Մարիայի ամուսինը հարբեցող է։ Ու նրա միակ խնամակալը նրա դպրոցահասակ տղան է։ Նա մի կերպ դեղերի փողն է հասցնում, ուր մնաց արտասահման տանի։ Լավ, իսկ ինչ գումարի մասին է խոսքը։ Հստակ թիվ չեմ կարող ասել։ Բայց դուք շատ լավ եք հասկանում, որ խոսքը 1000 կամ 2000 դոլարի մասին չէ։ Տիկոն կեղծավոր տղա չի, Մագա։ Երևի շփոթել է Սերիկի հետ։ Ինքնա չէ համ քո հետ ձևական ընկերություն անում, համ էլ Շուշիի։ Դու շատ բաներ չես տեսնում, Ռիբոկ։ Ես քո հետ հետո առանձին կխոսամ։ Էդ ինչ ունես առանձին ասելու, որ այդտեղ չես կարող ասես։ Այստեղ չուժոյ մարդ չկա, հանգիստ կարաս ասես։ Ուրեմն պետք չի, որ չեմ ասում։ Ռիբոկ ջան, ընկերիդ ուղղակի խանդում է, որ քեզ ավելի շատ եմ ուշադրություն հատկացում, քան իրան։ Դու էլ ես լավը։ Մի արա։ Մագա, որ սենց ես քեզ պահում, ես միանգամից Արյանային եմ հիշում։ Ինքն էլ էր սենց չոր ու փշոտ։ Շատ ճիշտ արեց Արենան, որ գնաց մեր դասարանից, թե չէ այսքան կեղծավորների մեջ ոնց էր դիմանալու։ Ցնդել ես, Մագա։ Ես տուն եմ գնում, հա, հաջող։ Սրանը ինչ եղավ։ Չիմանամ։ Միշտ չեմ հավատում արջի շորերս հայքել, որ գնաս Մարիենց տուն։ Ապա թե ուրիշ ձև չունեի, Մարի տատը ֆեյս կոնտրոլ անում նորատուն թողում։ Հիմա որ մենք գնանք, կարող եմ մեզ էլ ներս չթողնի։ Չէ, ես հանգիստ եղի, Մարին ասաց, որ ձեր մուտքը ազատ է, դաժե հասկացրեց, որ գարամ ես եկամ ձեր հետ։ Ինչ ասեմ ընկերս, լավա պատուհանով չես ներս մտել։ Բա որ արշի տարբերակը չլներ, նա դա էի անելու։ Ես չգիտեի, որ դու տենց ռոմանտիկ տղա ես։ Ձեր առ, նորմալ է, ոչինչ։ Ես լես կհիշեմ։ Դու հələ մի հատ Շուշի հետ կապված մի բան կանես, քթերից հետ եմ բերել։ Էրիկ։ Հեսա գալիս եմ, պապ։ Լավ, միշ, հետո կխոսենք։ Ես սրան նայ որ չի պատասխանում զանգերից։ Դու փոշմանելու ես լիձի աղջիկ, լույս սպասի։ Պապ։ Կանչում էիր։ Ուր եմ երդ։ Ես իմ զանգի իմացի։ Չնայած որ ինձ ես հարցնում, արդեն զանգել ես ու զանգերը չի պատասխանել։ Արա դու ցես գնալով կատոյլա գործվում ես, հա։ Ես տեղյակ ես, կողա պապուտդ խոսացել է, ու ինձանից չի բողոքե։ Չէ, տեղյակ չեմ, բայց եթե քեզ պետք է կարամ թաքուն իմանամ։ Չէ, պետք չի։ Հədə mət ես խմարոյենից կեր,
Այս մեր արտադրամասի արտադրանքն է։ Հələ տես դու դու կգա տվես։ Հետո մաման ասում է, որ գործ չես անում։ Տղա ջան, մարդու աչքը դուրս գանում դուրս չգա։ Այտենց է էլի։ Մի ժամանակ փող չունեի, աղքատ տղայի, հասարակ։ Մեր հետ պապուտ փողերով էր իրան լավը զգում, ինձ 30-ով էր տալիս։ Այն ժամանակ որ 30-ով էր տալիս, նորմալ էր, ընկալում էինք, ընդունում էինք։ Բայց հիմա արդար չի տղես։ Այս տարիների ընթացքում ինչքան մեր հետ աշխատել, դրա հազարապատիկը այս տղեն է աշխատել։ Բայց ով է գնահատում, առհա, ոչ մեկ։ Ես քեզ հերիք չեմ, համ էլ ասեմ, որ շատ համով էր։ Հիմա ախպերս ես։ Այն Մարիից ինչ կա։ Լավ է։ Ինչի զարմացան, ինչ ասեցի որ։ Դե ես գիտեի, որ դու ու Մարին իրար հետ չունեք։ Անես չի որ աշկից լուսնա։ Ուղղակի իմացա որ մեքենայի տակ անգել։ Այն Արմենին փող տվեցի, ասացի տար դուրս դրան։ Դե հիմա դեղերա բանա, հիվանդանոցի ծախսեր կան։ Դե դու ուրիշ սրտի տեր մարդ ես, բաբ ջան։ Դրա համար քեզ շատ եմ սիրում։ Ճիշտ է, Մարին ժամանակին քեզ շատ ավատություն արել, բայց մեկը դու լավով ես պատասխանում։ Բա իմացի, տես սովորի, թե ոնց է պետք լինել բարեխիղճ տնօրեն։ Բայց տղես, մորդ հանգարց բան չասես, հավեսը չունեմ։ Հա, թե չէ կկռվի, Մարին ատում է մաման։ Չնայած Սարաշատյանին էլ ավելի, չգիտեմ է թե ինչի։ Մի բան կա տղես, հենց այնպես չեր ատի։ Բայց ինչ ա եղել, որ այդ աստիճան է ատում, պապ։ Հոպեշա։ Շուշի, լավ Արենայի պահով բան չասեցիր Միշոյի մոտ։ Հասկացա, որ չես ուզում ինքը իմանա։ Հա, Շուշ, պատկերացու ինչ կլինի Արենայի հետ, եթե Միշոն ճշմարտությունը իմանա։ Կտա կսպանի։ Էրիկի մոտ էլ հանկարծ բան չասես։ Գիտեմ, Մար, հասկանում եմ, եթե Էրիկին ասեմ, Միշոյին հաստատ կասի, այնպես որ տղերքին ոչինչ բան չենք ասում։ Չեմ ուզում այդ Արենայի պատճառով Միշոն ու Էրիկա խնդիրների մեջ ընկնեն։ Մանավանդ այն դեպքում, երբ որ մաման ասում է, որ դրանք ուզում են երկրից գնան։ Ուր էր նենց գնալ, որ կյանքում ճամփից չհանդիպեիր։ Բայց ինչ լավ է, որ դուք եկաք։ Քեզ ու Միշոյին որ տեսա, Արենայի մասին լրիվ մոռացա։ Միշոն քեզ շատ է սիրում։ Ես իրեն ավելի շատ եմ սիրում։ Չափել ես։ Այս աշխարհում տենց չափման միավոր գոյություն չունի, որով կարողանամ իմ սերը չափեմ։ Համեն սերը սահմաններ չունի, ու ես անսահման ու անչափելի սիրում եմ իրան։ Որ սենց խուճուճ մտքեր ես է ասում, մտածում եմ ձեռքից գնում ես։ Շուշ, որ դու չլինեի ինչ էի անելու։ Գլուխը դնելու էիր ուրիշի ուսին։ Ես քո ուսը ոչ մեկի ուսի հետ չեմ փոխի։ Աստված ինձ խղճացել է, քուշ չունեի քեզ ուղարկեց։ Ինձ էլ է խղճացել։ Era normal խփի արա, արա այդ փող ես տանում, արա մենք ջիգերով տուպեինին, արա այն խզիկ։ Արա խփի։ Ես տունելի բոքսի ռինգ ես սարքել։ Ես ուր ես դու вообще։ Ուր ես։ Համաց գորա, կոլիզեում չես։ Արա արդեն տղե պատասխան էր մի ծերի թեման։ Ուր ես։ Հանդիպման է, հարցեր։ Յա, այս կակի թքած ունես արդեն, հա։ Ինչ խանդում ես։ Հա, խանդում եմ, դու չգիտես որ ես քեզ միշտ խանդում եմ։ Գորլով էլի, ով ես չունեմ, քեզ մի երևակայի, ես ու գիտեմ դու ով ես։ Ում է դեր հանդիպման։ Քեզ ինչ։ Լիդայից հունից չան ես։ Հարց եմ տվել պատասխանի, ասեմ ուր էիր։ Կարո որ պատասխանեցի բանա փոխվելու։ Յա, այս կապա էլի հորդ էս խոսոտ էս դու խելը քեզ ուտում է։
Չէ, չեմ խոսել։ Կարո ջան, այս անգամ քեզ խղճացել եմ։ Բայց եթե մի հատ էլ ես ականջիս տակ բարձր խոսել, էս իմ գլխացավի հետ, կարողա փոշմանեմ։ Լավ, բարձր չեմ խոսում։ Հիմա հանգիստ ասում եմ։ Լիզա ջան, ուր էիր։ Կարո ջան, պատասխանեմ, ուրեմն Արիանայի մոր Սոնայի հետ էի սրճարանում էի։ Էս էլ էս դոպրակն ինքն ա տվել։ Ինչ արիդ կարա։ Հա, Արիանային էր քաղմասից հանել նշում էր։ Ոնց։ Արիանա խիա քաղմասն գե։ Չգիտես։ Չէ։ Այն անդուր անուշի աղջկան Մարին Արիանան է մեքենայի տակ գցել։ Պապի։ Այդղա դու ես էլ ասի դպրոց գող ամտե։ Մեզնից լավ գող։ Ձենուտ կտրի մեկն էլ լսի կհավատա։ Մենք դպրոցի գույքի պահապաններն ենք։ Ուղեղը չի մտնում, չես հասկանում։ Չէ, բայց քո ասածն է։ Վերցրու Սիմոնյանն է զանգում։ Ասա տանը չեմ։ Ասես չխնայես։ Ով է զանգում, մի րոպե։ Սիմոնյանը։ Ոյ, դուր։ Դա մախբելն է։ Սիմոնյան։ Ֆիզկուլտ պրիվետ, Թորոս։ Խոպան պրիվետ դե ասես, ինչ ֆիզկուլտ։ Իմալես։ Լավ, աղբեր ջան, աստուզ լավ էլ չելում, Թորոս։ Մեկ այլ տոքսավատ եմ անում աղբեր։ Գիտում ես ինչ փողեր եմ աշխատում, ուժեղ։ Ապրես, կիլոմետրը տեղ քանիս է։ Կիլոմետրը։ Ոյ, այսա քեզի տոշնյու ասեմ, Թորոս ջան։ Մի վարկե մի հատ նավիգատորով նո եմ ասեմ, աղբեր ջան։ Ահա։ Ուրեմն, աղբեր ջան, Երևանից Մոսկվա մոտավորապես Թորոս պլյուս մինուսով անում է ուղիղ 2233 կիլոմետր։ Դնոյաց էլի Երևան Վարտոշկից ես խփում նավիգատորը աղբերս։ Այդ տղա ես կիլոմետրի գինն եմ ասում, դու Երևան Մոսկվա ճամփեն ես շապում։ Ոյ, այ մարդ ես էլ ասում եմ Թորոսի ինչին է պետք է Երևան Մոսկվա իմանա քանի կիլոմետր է։ Ա դու կիլոմետրաժն ես ասում, խա։ Թորոս իմանալ ասեմ ցավը տոնեմ, նոյած պասաժիրի աղբեր։ Ասենք պասաժիրկա էտա մեր այրոպորտի էտա մուրուրված տուրիստների նման, հա։ Նորմալ փող է աշխատվում։ Արա կալենդելկա աղբեր ասենք քեցի բրուս, հա։ Իդա քարտով է վճարում, ասկի չայվո էլ չթողում։ Բայց որ ուզում ես գիտաս Թորոս ջան, իմ արև լուրջ եմ ասում աղբեր։ Ըստ է 1000 գլուխ է դες լավ աղբեր ջան։ Դե լավ, ապրես, աշխատի բարգավաճի ցավը տանեմ։ Դու են ասա, տենա մտե ինչ կա է, դպրոցից ինչ կա։ Հեչ ինչ նույնն է։ Դե խոր կնանիկ էլ իրար միս են ուտում, լանջունին նվաղում է, հա, են Ֆարադեյն էլ գնաց Անուշին ուզելու չտվին։ Դուք այդ Ֆարադեյը լրիվ ցնդավ այ աղբեր։ Թորոս, իմ օրև լուրջ եմ ասում աղբեր։ Ես ավելի լավ աստեից մի հատ մորալ ռուս խետս բերեմ, ատուն մեն նորմալ պասակ ենք այ աղբեր։ Չհասկացանք աղբեր։ Այդ ես տեղ Էջ դու Ֆարադեյի համար ես ռուս աղջիկ բերել։ Պապի։ Ձիպիլ ցենդ կտրի։ Թորոս այդ վարն էր։ Հեչ աղբեր, այդ սխալ ֆայլ էի միացրել։ Այդ պլանշետի միջի վիդեոներից էր ոնց որ անջատեցի էլի, հա։ Դու զարգանաս դու, հա, հլտի։ Համիմ խետ ես խոսում, ամել կողից ուրիշ սոյթ ես բացեք, հա։ Մալադես, Թորոս ջան, մալադես աղբեր։ Իե։ Էդ ինչ ես ասում աղբեր, մի աշկով ես նայում Թորոսին։ 30 տարի դպրոցում իզուր եմ աշխատում, մենք էլ գրագետ ենք էլի։ Լսիլա, մի հատ օնլայն իրար հետ չանենք։ Չէ, Թորոս, իմ օրև չեմ խմում աղբեր, ռուլի եմ։ Ոյ, ամել պասաժիրս եկավ, Ատե ես իմ մալել ուժեղը ռուսակ ալում։ Լավ, Թորոս ջան, լավ մոած աղբեր ջան, հետո կխոսանք, հետա պասաժիրս եկավ։ Ես ռուլի եմ, դու իմ տեղն եմ եփ աժակ գցա։ Անուշ արա աղբեր ջան։ Վայ, արևո տակ բարևներ Երևանի ցավը տանեմ։ Դե, աջող, ապրես։ Այդղա, որ ես խոսում եմ ինչ ես մեջ ընկնում։
Կներես, պապի, ուղղակի զարմացա, որ սիրտը դրուց աղջիկա քաշում։ Իե, այդ ինչի պապից սրտին էդ ինչ ա եղել, ես երբ եմ սրտից բողոքել, արա։ Չէ, չես բողոքել։ Ուրեմն իմացի, սրանից հետո պապից սրտին մի աչքով չնայես, եղավ, դեգենա։ Պլանշետը։ Հաստատ։ Կարող ինչ ունեմ խաբելու։ Մամ ասա որ սուտ է։ Ոնց չգիտեի որ տանն ես։ Փաստորեն Արիանան է, հա, սպանելու եմ դրան։ Էրիկ։ Հələ այդ Արիանա։ Պապ, հասկանում ես դու դրա կեղծ լինելու աստիճանը։ Հասկանում եմ։ Մտա հանգստացի նստի։ Մեքենան քշել է Մարի վրա, պապ։ Հասկացանք, Մարի։ Ամբողջ օրը դրա մասին եմ լսում։ Մամ, ստե հարցը Մարին չէ, կարար իրա տեղը ուրիշ երեխա լիներ։ Հասկացանք։ Արա հասկացանք, տղա ջան, այս քո թեման չի։ Ինչ ես թևերդ կշտեն երես մեջտեղ։ Պապ ջան, ես իմ թեման էլ է, որովհետև Մարին Միշոյի ընկերուհին է, իսկ իմ ընկերոջ ընկերուհին իմ քուրն է։ Քո ի՞նչն է։ Քույրը։ Էրիկ տղա։ Մի անգամ էլ ես տես բան ասել, շատ խիստ կպատժվես, ես քեզ զգուշացնում եմ։ Քույրը։ Սարի քուրդը կարա քեզ քույր լինի, բայց ոչ այդ լակոտը։ Դու ինչ ես լավ այդ փաստը տես ծանր տանում, հիմա մարդը բանել ասեց։ Բայց Նույնիսկ ուղակի խոսքով ես տես բան չեմ ուզում իմ տան մեջ լսել, չեք հասկանում, ես զզվում եմ դրանցից։ Մամ, օրենքով դու պիտի հիմա Արիանայից զզվեիր։ Էրիկ ջան, Արիանան էլ իմ աչքի լույսը չի։ Մեկը գնալու եմ դրան պատժեմ։ Ուշացել ես արդեն տղա ջան։ Արիանան արդեն ինքնաթիռի մեջ է։ Արիանայի ծնողները Քաղմասից Արիանային հանեցին ու միանգամից տարան օդանավակայան։ Բախտը բերել է, էլի թե չէ սպանելու է ես դրան։ Մեղա ես։ Տղա ջան, հանգստացի մի հատ։ Ում էիր սպանելու, ինչի համար այդ լակոտի։ Հանգստացի, մեր խնդիրները մեզ հերիք են։ մի րոպե Լիլիթ։ Տղես, ճիշտ ես ասում։ Պետք է անգերորդ հասիպին կանգնել։ Բայց պետք չի, այդպես տակ գլխով որոշումներ կայացնես։ Դու ինչ ես ուզում քեզ անիմաստ տանես գցես փորձանքի մեջ։ Հասկացանք։ Արևս։ Ո՞նց ես։ Ըմտիր, սրանից լավ չի լինում։ Հա։ Տարօրինակ է։ Շուշին Մարիին մուլտերոս էր պատվիրել։ Մուլտերոս։ Մամ ջան, ինձ մի հատ մեծ ու բարի արջ էր հյուր եկել։ Դրանից հետո նաև ոնց է Մարիս դեմքը արևի պես փայլում։ Ես էլ մտածում եի այդ տարեքից արդեն դուրս ես եկել։ Մամ, դու ես ասում, որ բոլորս էլ հոգու խորքում երեխաներ ենք։ Ճիշտ ես։ Ու ես այնքան ուրախ եմ, որ այսքանից հետո միևնույն է քո լավատեսությունը չի կորել։ Այսքան ժամանակա ոստիկանությունում էիր, այդքան դժվար է բողոքը ետ վերցնելը։ Ոստիկանությունից վաղուց եմ դուրս եկել։ Եվ իմ իմանալով Արիանան արդեն տանն է։ Լավ էլի մամ։ Այդ կեղտիալն իմ մոտ մի դուր։ Կներես։ Չգիտեի, որ նման ձև կարծականք ես։ Էլ իր անունը չեմ տա։ Իսկ ես ձեր փոխարեն մի քանի օրով կձգձգեի այդ պահը։ Թող մի քիչ երկար մնար մենախցում, որ հասկանար, թե ինչ վատ բան ա արել։ Մամ ջան, կարծում եմ այդքանն էլ բավական էր։ Ուֆ, չգիտեմ, թե խմում եք։ Ես մեծ սիրով։ Բարապությունից ես նկարել։ Չէ, ես չեմ նկարել։ Արջն էր բերել։ Արջը։ Տաղանդավոր արջը։ Գատլա, հանգստացի։ Ինչ ես անում։ Բա դու ինչ ես անում։ Գնում եմ զանգել Միշոյին։ Արա կզանգես տղա ջան, բաժար չի, հասկացանք, կզանգես։ Այս գիշերվա կեսին ուր ես զանգում, հա? Կամ էլ ասեք թե զանգում ես, ինչա փոխվելու, ոչ մի բան։ Այդ աղջիկը արդեն թռել է երկրից։ Հիմա զանգել, չզանգես մեկա։ Համեր այս գիշերվա կեսի զանգում ես, որ ինչ, այդ տողն ինչ ես քնից անում, անիմաստ անհանգստացնում։
Ճիշտ ես ասում։ Իսկ հələ գիտես ինձ ինչ ասա։ Իսկ լրջով սիրարված է Մարին, հա Միշան։ Հա, սրանից լուրջ չի լինում։ Բա Մարին։ Հա իրա մոտ էլ է ամեն ինչ լուրջ։ Զուտ չեմ հասկանում Մարին ինչա քեզ այսքան հետաքրքիր։ Ինձ։ Հա, բա, ես վերջերս շատ ես հետաքրքրվում։ Հələ մի բան չի լում քեզ ասել։ Գնա, չզանգես հիմա։ Թող լույսը բացվի կզանգես։ Լավ։ Հա, հանգստացավ գոնե։ Համոզեցի չզանգի Միշան։ Ճիշտ ես արել։ Ու այս ամեն ինչը մեծ Անուշի տրճեի պատճառով։ Մի քիչ խիղճ ունեցի էլի Լիդիա։ Երեխու տարիքի է այդ աղջիկը։ Ինչ ես տենց խոսում։ Կարո ջան, դա 7 ծովի մերանը։ Դու տենց մի նայ է դրան փոքր-մոքր։ Այդ սխեման է։ Դրա իսկական անտենան գետնի տակ է։ Դրա վրա ինչքան քիչ արև բացվի, այնքան ես ինձ լավ կզգամ։ Չի կարելի Լիդիա։ Դու ես մեր։ Ոնց ես կարողանում ուրիշ երեխուն տենց վատը ցանկանաս։ Յո, նոր պաշտպան հայտնվեց։ Պաշտպանեք։ Դե, ասեք մի անգամից գնամ, ես իմ ձեռքով գերեզմանս փորեմ, մտնեմ մեջ էլ, էլ ինչի եմ ապրում։ Այս գնացի է։ Ուր։ Գնամ խմեմ, որովհետև սենց սթափ ուղեղով ես այս ամեն ինչը չեմ կարող մարսեմ։ Լիտրերով էլ խմես կարո, մեկա չես կարողանալու մոռանալ, որ իմ շնորհիվ ես դու ապրում։ Մեկ ընկա այդ օրը, որ իմ մեջ գոնե մի քիչ մարդ տեսնես էլի, ոչ թե հորդ փողերը ծախսող ապարատ։ Չէ, չի ստացվում։ Որ նայում եմ քեզ միանգամից կանաչ դոլարներ են աչքից առաջ գալիս։ Դու աստված գա այդ օրը էլի։ Գա որ հասկանաս, որ ես էլ եմ մարդ։ Ես էլ զգացմունքներ ունեմ։ Ես էլ դարդու ցավ ունեմ, ես էլ եմ տառապում։ Ինչ էլ տառապում ես։ Քարտերդ ակտիվացրել եմ։ Քո միակ ցավը էդ չի։ Դու էլի ցավեր ունես։ Շատ։ Ինչ էլ զգացմունքային ենք։ Մեկը դու ոչինչ չես հասկանա։ Փողը քեզ կուրացրել է, ու ոչ մի բան չես տեսնում։ Գոնե լավատաբուտ անկեղծ ես սիրում։ Ժամանակին քեզ էլ էի սիրում։ Ես հիմա էլ եմ քեզ սիրում։ Բաբջան, ես իմ թեման էլ է, որովհետև Մարին Միշոյի ընկերուհին է, իսկ իմ ընկերոջ ընկերուհին իմ քուրն է։ Քո ինչն է։ Քույրը։ Երիկ տղա։ Մի անգամ էլ ես տես բան ասել, շատ խիստ կպատժվես, ես քեզ զգուշացնում եմ։ Քույրը։ Սարի քուրդը կարա քեզ քույր լինի, բայց ոչ այդ լակոտը։ Դու ինչ ես լավ այդ փաստը տես ծանել տանում, հիմա մարդը բանել ասեց։ Բայց Նույնիսկ ուղակի խոսքով ես տես բան չեմ ուզում իմ տան մեջ լսել, չեք հասկանում, ես զզվում եմ դրանցից։ Ո՞վ դու կարո։ Այսքան լսում ես ու ցեն չես անում։ Գնա մեռ էլի։
էլ այս խաղալիքը։ Նոր ես գնել։ Ասում ես ինչի ուշացար։ Գործեր կային։ Ինչ գործեր։ Վանի հետ ես հանդիպել։ Դա կարևոր չէ։ Լավ, հասկացա։ Ավելորդ հարցեր չեմ տալիս։ Շնորհակալ եմ, շատ նրբանկատն ես։ Քեզ չեմ հասնի։ Դե լավ, այդքան մի նայի, Միշոն անավիրել։ Մեծ բացահայտում չարեցիր, գիտես։ Ես մի անգամից էլ գլխի էի ընկել։ Այսինքն Միշոն մեր տուն էր եկել։ Չէ, մինչև ոտքս կոտրալն էր նվիրել։ Ուղղակի ամաչում էի, ցույց տայի ձեզ, հենց գալիս էի կպահում էի։ Ճիշտ էլ արել ես, որ պահել ես։ Որ տեսնեինք, հաստատ կսպանեինք քեզ։ Դե մամ, ամաչում էի։ Թե պատրաստ է։ Գալիս եմ, մամ ջան։ Չես փոշմանել, կարող եք ասում միասին խմենք։ Տատիկ այսօր ենքան հյութ է տվել, որ խմեմ, էլ տեղ չունեմ։ Մամ ջան, Մարիի մոտ չուզեցի ասել, բայց իրականում այսօր բանի հետ գնացել էինք հիվանդանոց։ Ինչի համար։ Վանը Միքայելի մոր բժշկին էր գտել։ Ուզում էինք խոսել հետը։ Այդ կինը շատ ծանր հիվանդ է։ Հենաշարժողական ֆունկցիայի խանգարում ունի, բանկողնային պարկած է։ Այդ ամբուժելի հիվանդությունն է։ Ասում են հնարավոր է որոշակի դրական փոփոխություն լինի, բայց շատ մեծ գումարների հետ է կապված։ Խեղճ կին։ Բա ինչ է կանելու։ Չգիտեմ, մամ ջան։ Եթե խոսքը գներ գոնե մի քանի $1000 մասին, մի կերպ հնարավոր կլիներ այդ գումարը գտնել, բայց տասնյակ հազարավոր դոլարների մասին է գնում։ Բարեկամություն, հարազատություն չունեն, ոչ մեկ չեն կարող օգնել։ Բժշկի ասելով միայն Միքայելն է մոր մասին հոգ տանում։ Այդ Միքայելը ինչքան պետք է աշխատի, որ մոր բուժման խնդիրներով զբաղվի, հա։ Դասերից հետո ֆիթնես ակումբում է աշխատում։ Այդ գումարով տեղերն է գնում։ Խեղճ տղագուն է, հայրը չխմեր։ Աշխատեր։ Իր կնոջ բուժմամբ ինքը զբաղվեր։ Դրա փոխարեն Միքայելի համար ավելի շատ խնդիրներ է ստեղծում։ Մարին գիտի։ Չէ, մամ ջան։ Չեմ ուզում ասել, ավելի շատ ստրես թող չտանի այս ընթացքում։ Երբ կապակինվի այդ ժամանակ ասեմ։ Ու խնդրում եմ դու էլ ոչ մի բան չասես, լավ։ Չեմ ասի։ Մարուր հասար։ Ոնց որ ուշանում ես, հա, որ արագացնես մի քիչ կհասցնես արի։ Բա ոնց է իմ մունաթը շատ սիրելի։ Միշո, ըստ էլ ֆիզկուլ չես անում։ Չէ, այսօր հավես չկար։ Մամե, դու երբ ուզես դասերի կնստես, մեկ չենք կարա։ Բա պահակի տեղը ինչի ես բազմել։ Այս հեչ Թորոսը գործ ուներ, ասեց
Պոստս անտեր չթողեմ, էլի խնդրեց մի քիչ մնամ ինչև գա։ Դու ասա դու ոնց ես, ինչ կա։ Լավ բան չկա։ Ինչ աղա։ Մարին Արյանան ավտոյի տակ գցել։ Ինչ ես խոսում։ Որտեղից ես իմացել։ Մաման էր խոսում, լսեցի։ Դասը տունալի կասես ես ինձ լավ չեմ զգում, ես գնացի։ Հանգստացի նստի տեղը, ոչ մի տեղ չես գնում։ Երույթ Արյանանը նենց քայլ է արել, որ իր արարքի համար հաստատ պետք է պատժվի։ Հա ճիշտ ես ասում, բայց անիմաստ քեզ պատեպատ մի խփի։ Արյանան էլ երկրում չի գնացել։ Էդ էլ ես մամայից հետ լսել։ Հա, ես էլ որ իմացա ուզում եի գնայի Արյանային բռնեի սպանեի ախպեր։ Բայց հետո լսեցի, որ իր մաման պապան իրան տարել են երկրից։ Լավ բան չասիր։ Դե նայած հարցին որ տեսանկյունից ես նայում։ Բարև Նագա։ Ոնց ես։ Արյանան վերջապես պատասխանել է մեսեջից, ասաց, որ արդեն Հայաստանում չեն։ Լավ բան չասեցիր։ Ավելի լավ, գնաց վերջապես պրծավ ձեզանից։ Ինչի մենք իրան հետ ինչ էինք արել։ Հերիքա քեզ մի ամիտի տեղ տնես։ Լավ էլ գիտես վերջին օրերին ով ինչ է շնչում Արյանայի հանդեպ։ Լսի, հերիքա նամյոկներով խոսաս։ Երեկվանից կծելով ման ես գալիս, թե բան գիտես ասա։ Բարև ձեզ Տիկին Լիդիա։ Բարև Տիգրան։ Զանգը վաղուց տվել է, ինչի դասարանում չես։ Մեզ մոտ ֆիզկուլտուրա է, համել պապան ասեց, որ սա ձեզ փոխանցեն։ Տիգրան, պապայիդ ասա, որ մեր դպրոցում կաշառք չեն վերցնում։ Բա եղավ Տիկին Լիդիա, սա կաշառք չի, ուսուցչի տոնի հետ կապված նվեր է։ Տիգրան, ուսուցչի տոնը վաղուց անցել է։ Գիտեմ, ներեցեք ու շնորհավորելու համար։ Տիգրան, դու այդքան էլ միամիտ չես, չէ՞։ Ամեն ինչ անում եմ, որ պապային նմանվեմ։ Ու մոտդ ոնց որ թե ստացվում է։ Մենակ խնդրում եմ, վերցրեք, էլի, եթե չվերցնեք, համ ես ինձ վատ կզգամ, համ էլ պապան։ Օլյալա։ Երբ որ ինչ-որ բարի կարիք ունենաս, ինձ ասա, Շատ շնորհակալ եմ, բայց ես ձեր օգնության կարիքը չունեմ։ Սխալ եմ ասել, արա։ Դու բա ինչ ես արել, արա։ Այդքան դուխով տղա ես, գնա ալկաշ հորոտ ասա, որ չխմի։ Ասի չա խոսում ես։ Տիկոն քեզ իմ հաշվով ինչ է ասել։ Դե ասեց, որ դու իր համար ինֆորմատոր ես։ Իսկ ես բողոքում եմ ձեր դասարանի տղաներից։ Նրանք իրենց պահում են ամենավերջի անշնորհքի նման։ Նրանք իմ դասը վերածել էին կազինոյի։ Դու ես մեղավոր Ֆարադեի։ Դու ես թույլ տալիս, որ նստեն քո գլխին։ ես սեփական աղջիկն եմ, արա տանջը։ Նվաստացրել է։ Ես իմ արունն եմ բղծի արում։